Տիկին Յոլյան, նախ սրտանց ողջունում եմ չափազանց կարևոր պաշտոնում ձեր տեխնայության կապակցությամբ, վստահ եմ, որ շատ արդյունավետ կաշխատեք ընտրվելու պարագայում, նաև շատ ուրախ եմ, որ ունեմ այնպիսի գաղափարական եւ ազնիվ գործընկեր, ինչպիսին դուք եք։ Մինչև հարցիս անդրադառնալը ուղղակի կարճ արձագանք եմ, ուրեմն ազգային ժողովի փոխնախագահը հարց հնչեցրեց, որ ենթատեքստից կարելի է ենթադրել, որ այդ նախկիններ, ներկաներ խոսույթը կրում է շարունակական բնույթ։ Եվ ստիպված եմ օրեր առաջ իմ կողմից հնչեցրած առաջարկին անդրադառնալ, եկեք ֆիքսենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները ներկաներն են, դրանից առաջ ծնվածները նախկինները։ Սա ուղղակի առաջարկս հիշեցնեմ։ Ինչ վերաբերում է հարցիս, հարցս հետևյալն է, Տիկին Յոլյան, ելնելով տարածքային համաչափ զարգացման նպատակներից, ինչպես եք վերաբերում հետևյալ գաղափարին, որ Երևան քաղաքը ներկայումս գեր ծանրաբեռնված է, մարզերը դատարկվում են եւ օրինակ հնարավոր է արդյոք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որոշ պետական գերատեսչություններ տեղափոխել մարզեր, համայնքներ, օրինակ ասենք հաշվի առնելով օրինակի համար եմ ասում, որ Գյումրի քաղաքում կան բազմաթիվ մարզիկներ հայտնի մշակութային քաղաք որպես օրինակ ԿԳՄՍ նախարարությունը կարելի է տեղափոխել ասենք Գյումրի քաղաք կամ պաշտպանության նախարարությունը տեղափոխել ենթադրենք Սյունիքի մարզ։ Այս գաղափարին ինչպես եք վերաբերում զուտ տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից։ Շնորհակալություն։ Պարոն Ֆարմանյան, աշխարհը դրա լավագույն փորձը ունի եւ կներեք էլի Տիկին Յոլյան, հարգելի գործընկերներ։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ցավոք սրտի մենք ժողովրդագրության շատ լուրջ խնդիրներ ունենք։ Ես չեմ ուզում թվեր հնչեցնել, որովհետև դրանք իրապես ցավալի են։ Նաև ազգային անվտանգության հարց եմ համարում, որովհետև այդ ահագնացող թվերը վտանգավոր են։ Ծառայությունների ապակենտրոնացման տեսանկյունից շատ կարևոր է եւ նույնիսկ եմ կրկնում, աշխարհը դրա լավագույն փորձը ունի եւ կարող ենք դիտարկել, ընդունել, քննարկել, նաև այդ լավագույն փորձը ուսումնասիրելով հասկանալ, թե ինչպիսի ծառայություններ կարելի է ստեղծել համայնքներում կամ վարչահարության տեսանկյունից կամ միջոցառումների կազմակերպման տեսանկյունից հազար ու մի ձևեր կան եւ նոր հեծանիվ հորինելու բացարձակ կարիքը չկա։ Հաշվի առնել, ուսումնասիրել խնդիրները, կարիքները եւ ծառայությունները հասցնել ամենահեռավոր մարզեր, համայնքներ, անհրաժեշտության դեպքում նաև բնակավայրեր, հաշվի առնելով լոգիստիկ հարցերը, նաև աշխարհագրական դիրքը, գտնվելու վայրը, դժվարությունները, առանձնահատկությունները, հնարավորությունները եւ իհարկե հնարավոր տարբերակ է։ Արձագանք։ Տիկին Յոլյան, վստահ եմ, որ դուք շատ լավ գաղափարներով, նախաձեռնություններով հանդես կգաք, հաշվի առնելով, որ հարցը մեր գործընկերների կողմից հնչել է, նորից չկրկնեմ, բայց խնդրեմ նաև ուշադրություն դարձնել ձեր ընտրվելու պարագայում, նաև հարկային որոշ հարկատեսակներ տեղափոխել տեղական ինքնակառավարման մարմիններ, քանի որ այսօր հիմնական եկամուտների աղբյուրը դրանք տեղական հարկերն ու տուրքերն են, օրինակ վատ չի լինի նաև թիմերի շահագրգռվածության տեսանկյունից, որպեսզի նրանք շահագրգիռ լինեն, ներդրումներ ներգրավել, օրինակ եկամտային հարկը կամ այդ համայնքում տվյալ մարզում գտնվող բիզնեսների շահութարկը ուղղել միանգամից տեղական բյուջեներ։ Սա էլ հետաքրքիր գաղափար կլինի, կարծում եմ, խնդրեմ ուշադրություն դարձնել։ Պարոն Ֆարմանյան, պարոն Գարիկ Սարգսյանի հարցի շրջանակներում մոտ օրապես այդ մասին որոշակի տեղեկատվություն տվեցի իմ կարծիքի վերաբերյալ, որ երբ որ համայնքները համապատասխան միջավայր են ստեղծում փոքր տնտեսությունների զարգացման, միջին տնտեսությունների խոշոր, նաև պիտի հետաքրքրված լինեն, որ այդ միջավայրը ստեղծելու արդյունքում իրենք որոշակի եկամուտներ են ունենալու։ Սա մրցակցային միջավայր ստեղծելու լավագույն տարբերակն է։ Եվ ես գիտեմ, որ Հայաստանում մի շարք միջազգային կազմակերպություններ այդ ուղղությամբ, օրինակ շվեդական փորձը ուսումնասիրվել է, տեղյակ եմ, որ տարբեր նախարարությունների հետ քննարկումներ ծավալվել են վերջին տարիներին, ցավոք այդ հարցը դեռևս մնում է սեղանին դրված եւ նաեւ չտեսա կառավարության ծրագրում այդ մասին որևէ առաջանցիկ մի որոշում, բայց իհարկե շատ ցանկալի կլիներ, որ այդ հարցերը քննարկվեին եւ
արդյունավետ լուծում գտնվեին համայնքների համար, որտեղ դա խթանիչ մեխանիզմ է։